Պահքը նաև միջոց է, որը քեզ օգնում է, ինչպես կարդացինք, որ միտքը թեթևացնում է, քեզ չի թողնում, որ դու որպամոլության մեջ ընկնես, այլ լինես ժուշկալ, երբ որ դու ժուշկալ ես կերակուրով չես տարված, նկատել եք, չէ՞, որ մարդ լավ հագեցած ուտում է, քունը գալիս է։ Ու այդ մարդը արդեն չի կարող ճիշտ որ մտածել, քունն է գալիս, աղոթքն է փախնում, չի կարող աղոթել։ Դրա համար այս պահքի իմաստը եղել է, որ նաև մարդիկ արթուն լինեն, աղոթքով պարապեն, որտեվ գիտեք, նաև պահքի իմաստը նաև նա է եղել, որ մարդ չզբաղվի կերակուրներով։ Պարզ հաց ու աղեն կեր է ժամանակին, որովհետև չեն նստել մտածել ինչ պատրաստեն, ինչ գնան, ինչ այն վաղ խանութները տենց չի եղել, շուկա է եղել, կամ էլ գյուղացին իր տան մեջ շուտ է բան է ունեցել։ Այսօր է որ գնում ես խանութ, տեսականի կա, Տաթևացին նաև կարևոր բան է ասում, նայեք ինչ հետաքրքիր բան է ասում։ 3-ից այդ պահք աղոթ-ողորմությունից Տաթևացին ասում է, առավել մեծ է գեղեցիկ ասում է աղոթքը։ Քանի որ պահքն ու ողորմությունը միշտ չէ որ կատարվում են։ Իսկ աղոթքը պետք է միշտ մշտապես լինի։ Եթե մարդը հիվանդ է կամ ծեր կամ կարող է չպահել պահքը, ապա կարող է չպահել պահքը, կամ էլ այսօր հղի եւ այլն տարբեր պարագայում, իսկ եթե աղքատ է, կարող է ողորմություն չտալ, բայց աղոթքի պարագայում այնպես չէ։ Ծերն ու մանուկ, հիվանդ, առողջ, հարուստ, աղքատ բոլորը պարտավոր են եւ կարող են աղոթել։ Մեր պահքն ու ողորմությունը բարձրանում է երկինք, բայց ոչ մենք ինքներս։ Մեր պահքն ու ողորմությունը բարձրանում է երկինք, չէ՞, նվերի պես, բայց ոչ մենք ինքներս, նայեք ինչ հետաքրքիր միտք ասում։ Իսկ ահա աղոթքը մեզ մտքով վերածում է երկինք եւ մենք մտնում ենք Աստծու մոտ եւ զրուցում ենք նրա հետ։ Ինչ հետաքրքիր է, ուրիշ տեղ էլ ինքը ասում է, երբ որ մենք սուրբ գիրք ենք կարդում, Աստված է մեզ հետ խոսում, երբ որ մենք ենք աղոթում, մենք Աստծու հետ ենք խոսում, այսինքն Աստծու դեմ արդիման ենք կանգնում, այսինքն պահքն ու ողորմությունը մեզ դրանք են որպես ընծա մենք երկինք բարձրացնում, իսկ աղոթքը մեզ է բարձրացնում, շատ հետաքրքիր է։ Եթե պահք ես պահում, ապա օգուտ ես բերում միայն քեզ։ Ողորմությունը օգուտ է բերում նրան, ում օգնում ես։ Իսկ աղոթքը օգտակար է բոլորին, հենց քեզ, մերձավորին, ոչ ողջ աղջկարին, արդարներին ու մեղավորներին, ողջերին ու ննջեցյալներին։ Սատանան պահքից չի վախենում։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Քանզի ինքը միշտ պահքի մեջ է, չի ուտում։ Ողորմությունը խափանում է, կարա խախտի, ինձ մտքիդ մեջ դնի, որ ողորմություն չանես։ Բայց աղոթքից վախենում է։ Եվ ինչպես լույսն է հալածում խավար, այդպես էլ կծրվեն նրա բոլոր որոգայթները։ Երբ հիշենք Աստծո անունը կամ սրբերի անունները, կամ էլ մեր վրա խաչի նշան դնենք, այսինքն խաչակնքվենք։ Նայեք ինչ հզոր բան է ասում Տաթևացին։ Այսինքն այս պահքն ու ողորմությունը նպաստում են քեզ, որ դու կարողանաս աղոթես, որտեվ ողորմած սիրտը, փխրուն սիրտը, ներող սիրտը ինքը համարձակ է աղոթում, որտեվ Տերը ասում է, եթե դուք չեք ներում, ինչպես կարա ձեզ էլ ներվի, չէ՞, ձեզ էլ չի ներվի, ձեր աղոթքի մեջ, ձեր աղոթքն էլ չի լսվի։ Դրա համար ողորմածությունը, պահքը օգնում են, որ մենք մեր աղոթքով երկինք բարձրանանք, հա։ Պահքի իմաստը պահք պահելը չի, մեծի պահոց շրջանի, այսպես ասեմ։